Արցարգել հեռուստադիտողներ, մենք հասանք Արենի գյուղ։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում է կյանքի համահաղորդաշարը եւ այսօր մենք գտնվում ենք Արենի գյուղում եւ կհյուրընկալվենք Ստեփանյանների գաստրոբակում։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում է կյանքի համահաղորդաշարը եւ այսօր մենք գտնվում ենք Վայոց ձորի մարզում, Արենի գյուղում։ Եվ նորից այցելել ենք Ստեփանյանների գաստրոբակ։ Մենք մի քանի տարի առաջ եղել ենք այստեղ եւ քանի որ շատ ենք լսել, որ նորություն կա, հայկնել, բարև ձեզ։ Դա է ներկայացումը, որ մենք եղել ենք Ստեղ նկարաններ արել ենք մոտ 5 տարի, չէ, արդեն։ Հա, մոտավորապես 5 տարի առաջ։ Ու քանի որ Հայկը պատմել էր, որ բավականին նորություններ կա արված, որոշեցինք նորից համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ կրտին գնալու համար։ Համեցեք, սա ձեզ կներկայացնենք մեր նոր ձեռքբերումները։ Այս հատվածը, ինչքանով ես քիշեմ են մեր նախորդ նկարանումներից, այս հատվածը գինու հատվածն էր։ Հա, ներսը համարյա քիչ բան ենք փոխել, ձեռք ենք բերել նոր գինու տարաներ, գինու պահամաններ, մինչև 3 տոննաց մեծ։ Հիմնականը նոր է, ասես կոսմետ մի քիչ բան ենք փոխել, բայց հեսա կգնանք մենք նոր չերի արտադրություն ենք հիմնել, գինու ու փոքր հյուրատուն։ Այդ բակն ենք կարգում։ Այն ինչև նորին անցնելը, մեր հեռուստադիտողներին կուզեմ առաջարկեմ մեր փոքր էքսկուրս դեպի պատմություն այն նախորդ հաղորդում, որ ցույց տանք թե այս հատվածը ինչ էր, հեռուստադիտողներն այն ու շարունակենք արդեն մենք նորություններ ցույց տալ։ Գնացինք։ Սա մեր արտադրամասն է, համեցեք այս կամպոտներ, մուրաբաներ, պահածուներ, ինչը որ կա, մեղր, մեր ընտանիքի արտադրանքն է, մեր այգու բերք ու բարիքն է։ Հա, ինչ միրգ որ տենում եք, բոլորը մերն է, պահածուները, բանջարեղենները, պայուսակները քուրս է կարեմ։ Մեղվապահությամբ ես եմ զբաղվում, չերը մայրս է սարքեմ, կամպոտները կնոջս հետ միասին են սարքեմ, մայրս։ Մի խոսքով այսպես, այս մեր համտեսի սրահն է, այստեղ միաժամանակ մեր ավանդական զբոսաշրջիկներն, մեր ավանդական ճաշատեսակներն են հյուրասիրում, գինի են հյուրասիրում, դե լավաշն է մեր Հա, չէ, ամեն շաբաթ մենք թխում ենք, նայած հյուրերի քանակի կարող է ավելի շուտ կամ մի քիչ ուշ, այս միշտ ոնց որ գյուղական տները այս ձևով են պահել, էլի, բարձր, որ ինչ որ միջատներ չընկնեն ու 4 տեղ։ Սենց լավաշը վերցնում ես թրջում ու լինում է թարմ արդեն լավաշ։ Այս գորգը ոնց որ պատմություն ունի իրա, պապայիս 2 տատիկներ են գործել, ինձ գրած է նվեր տատից, Արմեն Ստեփանյանի աննազգանուն ու 1964 թվին երի վերջացրել են, 60 թիվն է ինքը։ Համեցեք ստե ունենք փոքր արտադրամաս, համեցեք սա մեր գինու արտադրամասն է, մեր մառանն է, դուրը պատեմ, որ ջերմաստիճանը ուրեմն զբոսաշրջիկները ընդունելուց կարճ համառոտ ներկայացնում ենք գինու պատմություն, գինու հնձանի մի քանի բառով ներկայացնում ենք գինու հնձանի պատմությունը, որտեղից է ոնց որ սկիզբ առել մեր հայկական լեռնաշխարհում գինեգործությունը ու ներկայացնում ենք, որ մենք սերնդեսերունդ ենք գինեգործությամբ զբաղվել, պապը, հայրս,
ես ու Արենիում կարելի ասել բոլորն են գինեգործությամբ զբաղվում։ Ոստեղ արդեն այս անկյունը երբ անձամբ եմ սկսել գինեգործությամբ զբաղվել 2004 թվականից, ու ամեն տարի մի քանի շիշ վերցրել դրել եմ, հիմա արդեն եղավ պատմություն, ես այն ժամանակ չէի մտածի, որ զբոսաշրջիկներ կընդունենք կամ արդեն մեծ լուրջ կզբաղվենք գինեգործությամբ, բայց ամեն դեպքում պատմություն է եղել։ Այստեղ արդեն պատվոգիրներն է, մասնակցել եմ գինու փառատոնի, լավագույն տնական գինի, հա, գիններ են, մոտավորապես 6-7, այստեղ արդեն տակառների մեջ էլ գինի ունենք, երկուսը նոր եմ ձեռք բերել, դեռ չեմ լսել, բայց սաջի տակառները լիքն են, արդեն ռեզերվ գինիներ կունենանք, իսկ այս գինիները մի քանի օր առաջ եմ շշալցրել, մենք հիմնադրամի UNDP, GIZ-ի և Խաղաղօրգան գինեգործության հիմնադրամի հետ բրենդինգ, շշալից, մի խոսքով որակյալ գինիներ ենք պատրաստելու, շուկա է հանում, մի խոսքով։ Իսկ այս տարաների մի քանի բառով կա ներկայացնեմ սարքերը, սրանով խաղող ենք ջարդում, խաղողը ստեյցբամ, չանչազատիչն է, չանչազատում է, իսկ ճզմում ու տեղափոխում ցիստերների մեջ խմորում է գնան, 5-10 օր հայաց։ Իսկ այս մամլիշն է, որ խաղողը ճզմում ու վերջնական արդեն քամելու պահն է, կամ սպիտակ խաղողը, որ միանգամից ճզմում ենք ու միանգամից քաղցրուն է գնում խմորման։ Ստենց այս սարքավորումներն էլ UNDP մաջի զարգացման ծրագիրն է օգնել, ավելի հեշտացեց մեր գործը, ավելի որակյալ գինի ենք կարողանում պատրաստենք։ Մի խոսքով ավանդականից մինչև ժամանակակից սարքավորումներ կամ տեխնոլոգիա փորձում ենք անենք մեր ավանդական գինու արտադրություններ պահենք ու կարասները օրինակ մեծ կարասները պաբից է էլի մնացել, պաբերից ավելի շուտ։ Ձեր գինեգործությունը ընտանեկան հա պատմական այս կարասները հենց իրանցից է մնացել, իրանք մոտ 100-ից 200 տարեկան են էլի, այդ կարասները մոտավորապես իմ հաշվարկով 100-ից 200 տարեկան կարասներ մինչև օրս էլ օգտագործում ենք, այս պահին էլ գինի կա մեջը։ Արենի գինի, Արենի տեսակի խաղողի, եթե ասում ենք Արենի գինի, ուրեմն հենց Արենի խաղողն է։ Վերադարձանք, այ մի արդեն նորություններ։ Այստեղ նորությունները այդքան շատ չի, սենց բաղտ ենք չի բարեկարգել, այս սենց սիրուն ամառը երեխաների լողանալու համար։ Այ, լողանալու համար է, հա, հա, մեր մոտ շոկ է, մեկ մտնում են երեխաների համար։ Մենակ երեխան առայժ։ Երեխեքի բաղտը սաղ։ Մենք աշխատանքի մեջ ենք գնում, պաստորեն։ Այստեղ ունենք բազմաթիվ մրգեր, մրգատու ծառեր, այստեղ ինչ-որ բան փոխվել է, այստեղ քիչ էլ կոսմետիկ աշխատանքներ են կարել։ Այս կտուրը չէ։ Կտուրը, հա, sense կտուրը, որ գույք հիմնականը այստեղ տարբերություն այդքան շատ չի, այստեղ արդեն sense տարբեր մրգեր, մրգատու ծառեր ենք բերել, որ հյուրերին նաև հյուրասիրենք։
ունենք ստեղ խաղողի մի շարք խաղող ենք դրել Արենի տեսակի, հիմնականը ցուցադրական, մեր հիմնական ID-ները բլրի վրա են, հետո ստերուկին այսօր էլի կայցել ենք տեղան պայման, որը այն հաղորդման մեջ է հետ ID-ները կտենանք։ Ստեղ այնքան որ հյուրերը տենան հիմնականը զբոսաշրջիկները դրսից են մեր Եվրոպայից, Ռուսաստանից, որ մեկ-մեկ հարցնում են Արենի խաղողը որն է, էլի ասենց։ Ու մենք որպեսզի ցույց տանք, դուք կացնեք մենակ Արենի խաղող, թե չէ, ունենք ոսկեհատ Արենի, սպիտակ Արենի, թոզոտ։ Այն գինիները, որոնք որ դուք կարտադրեք ձեր խաղողից։ Հա, հիմնականը մեր ID-ներն է, մոտ մի հեկտար խաղողի ID ունենք հին ու հեկտար ու կես, 2 հեկտարի մոտ, այտենց նոր ID ենք հիմնել ու էլի մեր էնդեմիկ սորտերը, Արենի, թոզոտ ու ոսկեհատ։ Ստե արդեն շրջանակն է չկար։ Հա, առաջ։ Այսօր մի 2 օր է որ ձերք ենք վերել, որ մեր հյուրերը կարողանան նաև հանգստանալ հյուրերը, որոնք որ գիշերակացով են, մենք փոքր հյուրատուն ենք սարդի, հա, ինքը ստեղ արդեն չրի փոքր արտադրություն։ Մի հյուրատուն մտնենք նայենք ու գանք չրի արտադրություն։ Ստեղ նախամուտք է, ու ստեղ եթե հյուրերը գալիս են երեխաների հետ, այս դիվանը բացվում է ու կարող են հյուրերը կամ երեխաները ստեղ գիշերել, իսկ ստեղ փոքր սենյակ, նույնպես ընտանիք տեղավորվել։ Ուսանհանգույց առայժմ այս մի մուտքով այս սենյակներ ենք պատրաստել, պլաններ ունենք, որ էլի սենյակներ սարքենք ու պահանջարկ կա էլի։ Հյուրերը շատ են հարցնում, ուզում են գան, գինի փորձեն ու որ մեքենայով են լինում ու ստեղ գիշերել։ Մեջտան չորամոցն է։ Անցինք ընտանեկան փոքր ջրի արտադրամաս, որը նաև հյուրերին ենք հյուրասիրում։ Ստեղ այս պահին ելադի չիրա պատրաստում մայրս, ստեղ ունենք փոքր պահեստ, մնացածը մայրս արդեն ցույց կտա իր գործերը։ Ստեղ թեյեր ենք չորացրած պահում, սալատներ, այսինքն ավելուկ բան, չրեր կամ ինչը որ կա մեր այգու արտադրանք, մեր այգունն է, մրգերը, մուրաբաներ, կամպոտներ, այս ամեն ինչը մենք ենք պատրաստում, ստե արդեն մեղվի, հա, բարև ձեզ, ես ինչ լավ գործի հետ, ելագի չիր եք պատրաստում, ապասուն ելագի չիրը, այն հարգելի հեռուստադիտողներ, ինչ ջանք է ելագի չիրը պատրաստում, Ոսպես հակ-թակ, հա, ստենց հատատ վերցնում եք, շուր ենք տալի, որպեսզի ինքը լավ չորանա, չփչանա, այս իրար ջուրն է, որ փռում ենք, իրար ջուրը դուս է տալիս, հետո փոխում եմ, դրա համար փայլը, իրար ջրից է, որ սենց լավ փայլը, հետո փոխում եմ ցանցերի վրա։ Իրան վերջնական պրոդուկտ ստանալու համար այս պրոցեսը քանի անգամ տեղի կունենա։ Մի անգամ տենց փռում եմ, հետո երկրորդ անգամ տեղափոխում եմ, ստե թողնում եմ չորանա, նոր հավաքում եմ։ Այս արդեն վերջնական կչորանա ու հավաքեմ։ Հիմա այս արդեն պատրաստ է, պետք է սա արդեն հավաքեմ։ Կարող եք մի հատ փորձել, տեսեք անա։ Այս վերջնական արդեն պատրաստ է, փորձեք, տեսեք։ Ափսոս որ տեխնիկան ինքան չզարգացոր, համն է կերնան փոխանցի կամերայի միջոցով։ Իսկ ընդանուր քանի ինչ մրգերից ընդհանրապես դուք սա։ Ես մոտավորապես 25-ից 30 տեսակ մրգերից չորացնում եմ, կոնֆետներ եմ պատրաստում, կոնֆետը չիրը աղում եմ կամ ճորկայում եմ, հետո պոպոկ եմ խառնում, ընկույզ եմ խառնում, գնդիկներ եմ սարքում,
Իսկ գնդիկների շոկոլադից թե ինքը պոպոկով փաթաթում եմ, պոպոկի մեջ, շոկոլադով եմ պատրաստում։ Այդպես սալիկներ եմ պատրաստում, որպես քաղցրավենիք երեխաներն օգտվում են։ Առաջ շատ էի բան, հիմա ժամանակի հետ կապված քիչ է ասել, առաջ 30-ից մի քիչ ավել մեղվա ընտանիքներ ունեի։ Հիմա 14-15-ն է մնացել։ Ստենց։ Նո չեմ հասցնում արդեն, որովհետև Իրանք միշտ ստեղ են, թե տեղափոխել իրանց բարձր։ Ես 2 տարին չեմ կարողացել տեղափոխեմ, միշտ տեղափոխում էի։ Հիմա ոնց որ ստե ինչ բերի բերք, ծաղիկներ բերեք ստեղ։ Ծաղիկներ արդեն ստեղ ունենք բազմազան ծաղիկներ, պրոստը սեզոնին արդեն ամառը մի քիչ է լինում էլի բերքը։ Մի նշտանք այգիներն այն։ Davay, գնացինք։ Այջան հասանք ձեր այգիներն է, հա ստեղ։ Մեր նոր այգիներն է, մեր նոր խաղողի այգիները արդեն հիմնել ենք, այսինքն տնկել ենք, արդեն արմատականները դրել ենք, ու դեռ ժամանակ կա, մենք պիտի հենասյուներ դնենք ու լարեր, որ արդեն այգու տեսքը լիարժեք երևա։ Այս մեր նոր այգիներն է ու բլրի վրա մեր հին այգիներն է, որը որ արդեն 40-50 տարվա այգիներ։ Նոր այգիները իրանք այս սարի վրա են։ Այս դարավանդակները որ կա, տերասաները որ կա, սրա վրա են, ընթացքում մոդիդից էլ կնկարենք, տենակ փոքր վազեր են, էլի դեռ անցած տարի աշունն ենք դրել, այս տարի այս պահին կաթիլային ոռոգումն ենք իրականացնում, կաթիլային համակարգն ենք տեղադրում։ Հուսանք շուտով սիրուն այգի կդառնա։ Արդեն հիմնական մեր հին այգիներն են, որից որ բերքը բերք ենք ստանում ու գինի ենք պատրաստում։ Ամբողջը փաստորեն կաթիլային ոռոգման։ Հա, հին այգիները արվակով աջրվան, իսկ նոր տարածքը արդեն կաթիլային համակարգով։ Ուրիշ տարբերակ չէր կարա լինի, այստեղ միակ տարբերակը կաթիլային ոռոգումն էր։ Այս բլուրը որ տենում եք, այս վիճակով նույն ամբողջությամբ այս վիճակներ ես տեխնիկաներով, մեծ տեխնիկաներով հարթեցրել ենք ու ամեն տերասը 2 շարք խաղող է դրած մեր էնդեմիկ սորտերը՝ արենի, թոզոտ ու ոսկեհատ։ Մենք հիմա ձեզ համար կպատրաստենք տոլմա, մեր ավանդական տոլման, որը շատ համեղ է եւ մեր հյուրերը շատ են հավանում։ Արենի տոլմեն ավանդական հայկական, թե արենի տոլմեն ինչ-որ յուրահատկություն ունի, որը չունի հայկական ավանդական։ Արենի տոլմեն նույնն է, ինչ հայկականը, ուղղակի մենք տարբերությունն այն է, որ արենի խաղողի սորտի թուփն է, թուփ հավաքում ենք արենի խաղողի սորտից ու համը յուրահատուկ է, շատ յուրահատուկ համ ունի։ Հիմա սկսենք պատրաստել, ուրեմն մեր հյուրերը շատ են հավանում մեր տոլմեն, մեզ հետ միասին։ Հա, մեզ հետ միասին իրենք պատրաստում են եւ համտեսում։ Իսկ բացի տոլմից ինչ էլ կառաջարկեք դուք հյուրերին։ Մենք մեր հյուրերին առաջարկում ենք սուպեր, տեսականի նանով, ավելուկով սուպ, շիլաներ, ապուրներ,
ինչը մեր հայկականն ու ավանդականը, օրինակ հարիսան, ղափաման, հետո խորովածը, խաշլամեն, մենք խաշլամեն հատուկ ձևով ենք պատրաստում ու շատ են հավանում մեր հյուրերը, դա գաղտնիք չեմ կարող ասել, հա, ու շատ են հավանում, եկեք, կերեք, փորձեք ու կտեսնեք, որ տարբերվում է։ Տոլմաները տարբեր համ են ունենում, քանի որ համեմունքը տարբեր է լինում, օրինակ մենք ուրիշ համեմունքներ ենք ավելացնում, ոչ մի տոլմա իրար նման չի լինում, տարբեր մարդկանց ձեռքին տոլման տարբեր համ է լինում։ Օրինակ այս տոլմայի տակ ես խաղողի թուփմանը ալմատ շիվ եմ դնում, հետո սամիթի բան եմ դնում, հիմա չեմ դրել, հիմա կաղամբա, բայց դնում եմ ուրեմն շիվ, սամիթի արմատ, որպեսզի համը ավելի յուրահատուկ լինի, ուրեմն կաղամն էլ ընտրում ենք փափուկ մասերը, կաղամբը ընտրում ենք շատ փափուկ մասերը, որպեսզի լավ փաթաթվի, Այսօրվա համար այսքանը, հետևեք մեր հաղորդումներին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մինչ նոր հանդիպում, հաջողություն։